Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, ով շատերին հայտնի է Պաուզա Անո անվամբ։ Ողջույն Նարինե։ Ողջույն Անահիտ ջան։ Ուրախ եմ ձեզ տեսնել իմ հաղորդման շրջանակներում։ Ես էլ եմ ուրախ, որովհետև շատ վաղուց եմ եղել ձեր հաղորդման շրջանակում։ Երկար ժամանակ չենք բամբասվել Անահիտ ջան։ Դե, սկսեցինք։ Նայնե, նկատել եմ, որ վերջերս մասնակցում եք կարճամետրաժ սիթքոմում եւ բավականին կարեւոր դեր եք մարմնավորում։ Ուզում եմ մի փոքր խոսենք առաջարկների մասին, որովհետեւ դրանից առաջ 2 տարի դադար եք ունեցել։ Տարի ու կես 2 տարի դադար եմ ունեցել։ Ես պատկերացնում եմ ինչ հոգեվիճակում եք այդ դադարի ընթացքում, որովհետեւ դուք սիրում եք տեսախցիկները ու լինել էկրանին։ Շատ դժվար էր ինձ հիմար իհարկե։ Այդ որ ասեմ շատ երկար դադար էր, չէ, որտեղ մի հատ կարճամետրաժ շատ լուրջ ֆիլմ եմ նկարվել, համր ֆիլմ, էմոցիաների վրա է։ Դա նկարել է մեր երջանք Այշադակ Լորենց Արուշանյանի թոռնիկը, Գոր Արուշանյանը, որը սովորում է Պոլշայում։ Իր դիպլոմային աշխատանքն է ու կակրած վերջերս զանգեց, որ մեր ֆիլմը արժանացել է փառատոնի ու կարծեմ Վարշավայում պիտի ցուցադրեն փառատոնին համարը։ Հա, երկար էր դատարս, շատ երկար էր, ինձ հիմար շատ երկար էր, որտեվ առողջական խնդիրներ էին, բան էին, ու չգիտես ինչի, սրտիս վիրահատումից հետո այս 5 տարի մտածեմ, որ ես հիմանդեմ չեմ կրնա խաղամ, հա, ճիշտ է, բարդություններ կա, բայց ես կրնամ խաղամ, երկար չեմ կարող քայլեմ, դեր գզանգենք առաջարկենք, ասեմ, որ երկար չեմ կրնա քայլեմ, չեմ կրնա վազեմ, մնացածը նորմալ է։ Եվ այս վերջերս ստացա Վահե Խաչատրյանից առաջարկը, սցենարիստ է Վահեն, հուսով եմ բոլորս ճանաչում ենք Վահեից, մենք շատ լավ ընկերներ էինք, աշխատել ենք իրար հետ բանում, Հումորի լիգայում, հա, ու դրանից հետո Վահեն զանգեց, առաջարկեց, ասի Վահե ջան, երկար քայլել չեմ կարող ես, վազել չեմ կարող, ասեց ան նստած ես, բանդում ես։ Ասի ուրեմն կրնաս ինձ 12-24 ժամ օգտագործես։ Ստացա առաջարկը, ասեմ շատ հետաքրքիր սերիալ է, երեխեք։ Նախ կոլեկտիվն է շատ լավը, ռեժիսոր, սցենարիստ, խաղացողները օպերատորները, զրուկավիդը, սաղ լավն էին։ Կարևորը կոլեկտիվը որ լավը կեղնի հաջուկով կաշխատիս, մեծ հաջուկով կաշխատիս, Վահեն առաջարկեց ես համաձայնվա, ասեմ որ այս սիտկոմում գլխավոր դեր չկա։ Բոլորը գլխավոր են։ Ամեկը իր հերթին գլխավոր է, ոչ մի գլխավոր դեր չկա։ Շատ հումորային, շատ լավ սիտկոմ է։ Հաջուկով աշխատել։ Ձեր մասնակցությունն էլ ավելի համուհոտ է տվել վստահ եմ։ Դե երևի է, արդեն հանդիսատեսը կսե։ Ես ինձ չեմ կրնա գովամ, ես ինչ կրնացել եմ, երել եմ։ Հա։ Ու շատ մեծ հաջուկով իրանց հետ աշխատա, լավն էր։ Կուզեի էլի աշխատեի իրանց հետ, այսպես ասեմ, մեծ հաջուկով էլի կաշխատեի իրանց հետ, որտեվ իրոք լավ կոլեկտիվ էր, լավ թիմ էր։ Ու սցենարն էլ էր շատ լավը, հենց սկզբից սցենար ուղարկեցին կարտացի, խնդացի զանգիսի վայր շատ լավն է, իսկական իմ վրովս է։ Հուսանք, որ շարունակական կլինեն ու ռեժիսորները կնկատեն ձեզ եւ կհասկանան, որ առողջական խնդիր ունենալը դա դեռ չի նշանակում, որ արտիստը չի կարող կան որոշ խնդիրներ, բայց դեմբես չէ որ ինվալիդ եմ։ Կան որոշ խնդիրներ իհարկե, պրոստը երկար քայլել չեմ կրնա, վազել չեմ կրնա, միգե դժվարանում եմ աստիճան բարձրանալ իջնելուց։ Այդքան բան։ Հա, ասենք կա ինսուլինի ժամոր ես պիտի սրսկվեմ հաց ուտեմ, այդ ցաղ աշխարհն է այդպես 10 րոպե է, պիտի սրսկվես հաց ուտես, շարունակես քո գործդ։ Դա ինչպես ասում են բժիշկները ապրելակերպ է։ Կադրից դուրս երբ մենք զրուցում ենք, դուք պատմում եք, որ նկարահանման ընթացքում 24 ժամ, հա, չէ, մի փոքր ավելի 17 ժամ նկարվել եք եւ որևէ ձևով չի արտահայտվել ձեր առողջական խնդիրը հետո արդեն։ Հոգնել եմ, շատ հոգնել եմ, բայց աշխատել եմ չտրդնջալ, ցավազրկող եմ խմել, որ ոտքերը շատ չցավա, շարունակել եմ նկարվել։ Նայնեմ, հետո գիտես Անահիտ ջան, որ կոլեկտիվը լավն է, խաթրով է, բան է, հաջուկով կաշխատից չես հոգնի։ Ու շատ իրեն իրանք քո հանդեպ մեծ ուշադրություն կդարձնեն, հանգարց չհոգնես, հանգարցեն, մեծ հաջուկով կաշխատից ու չես էլ հոգնի։ Ջանդամ թե չես կատուն մեռնիս։ Զատո քո աշխատանքը սիրով կատարես կը։ Ես սիրեմ գ իմ աշխատանքս։ Նայնե եւ
վերջերս նկատեցի ես մի ռեպորտաժ փոքրիկ ձեր մասին, երբ հյուրընկալվել էր լրագրողը ձեր տուն ու պատմում էր ձեր առողջական խնդիրների մասին, մայրիկի առողջական խնդիրների մասին։ Հա, Սուրանգյունն է հյուրընկալվել ինձ, շատ շնորհակալություն Սուրանգյունին, այնպես չէ որ ռեկլամ է մի ասած, չէ, ինձ շատ օգնեց Սուրանգյունը, որովհետև ես անելանելի վիճակի մեջ էի հասել, արդեն մամային պամպերսներ բան չէի հասցնում, չէի էլ աշխատում, չէի հասցնում, ամոթ բան չի։ Ահա, ու Սուրանգյունը հասավ ինձ օգնության, ահա, մամաս հիվանդ է, մամաս ինսուլտից հետո 3 տարի է չի քայլել։ 3 տարի է մամաս չի քայլել, շատ դժվար է չքայլող հիվանդ պահելը, մանավանդ երբ որ դու ես հիվանդ, դու էլ ունես լուրջ առողջական խնդիրներ, այո։ Առողջական, օրինակ ես չեմ կրնա իրան կրկեմ տեղափոխեմ տուալետ, հետ վերեմ։ Ես այնքան ուժ չունիմ, որ իմ եղունգներս ինքս կդրեմ, հավզիկ կդրեմ։ Ոնց կկրկեմ ես այդ հիվանդ կնոջը, ու մեր հարևանուհին է ինձ օգնում, շատ սիմվոլիկ չնչին գումարով։ Ես իրան ասում եմ աղջիկս է, որովհետև իսկականից աղջիկս է։ Ինքը Յանի մամայի սպայողն է, բայց իմ սաղ հարցերսել է ինքը լուծողը։ Այդպես, իմ պապաս էլ է հադարող, պապաս Հայկը Գյումրիում է։ Գյումրիում է, պապաս Գյումրիում է, փառք Աստծո, պապայիս կնոջից շատ շնորհակալ եմ, որովհետև պապայիս շատ լավ կպահ է։ Երնակ չէ, ես կրնանայի մամայիս այդպես պահեի։ Ու իրոք ես իրանից շատ շնորհակալ եմ, ես չեմ տարբերել իրան, ինչ կապ ունի, ինքն էլ է ծնող։ Եթե իմ պապայիս հետ կապրի, իմ պապայիս հետ կան լավ կպահ է, ուրեմն ինքն էլ է ծնող, ես իրան էլ եմ շատ հարգում, սիրում։ Ունեն երեխաներ։ Իրանք, չէ, աղբերս է, բայց իր համար տարբերություն չկա, իմ աղբորս երեխեքին ինքն է պահել մեծացել, իրանք տատիկ այդ կնոջն են տեսել։ Ավելի շատ նրա հետ են կապված, քան մամայի, Մեծ տարիքում են միացել հայրիկը եւ Չէ, այդ երեխեքը իր մոտ ծնվել են, իր մոտ մեծացել են, աղբորս իմ աղբերս է, բայց ինքը պապայիս հետ է ապրել, ես մամայիս։ Հա, այսօր համերաշխ ընտանիք ենք, մենք բոլորս իրար հետ լավ ենք։ Ես հիշում եմ մի անգամ, նայն է դուք խոսելով ձեր մայրիկի մասին նշել եք, որ նա լաց է լինում, երբ դուք իր կողքին չեք լինում։ Տեսադաշտից երբ կորփ։ Հիմա փիթումռուտը կախեց, նստավ, ինչ է ես մի ժամով դուրս եմ գալու։ Բայց եթե գիտե նկարահանման եմ, ինքը հաշտվի կա այդ մտքի հետ։ Գիտե որ ես նկարահանման տեղ եմ, լավ կզգամ եւ հեշտապես դա իմ աշխատանքն է, ինքը ձեն չի հանել, բայց որ կուշանամ կսկսել ածեղնել։ Որ կուշանամ անընդհատ կանանգստանա, ուրա ինչ եղավ, ինչից պես երկար մնաց, անընդհատ կուզեի ես իրա կողքն եղնեմ, ճիշտ ասած ես էլ եմ նույնը, մենք իրար հետ շատ կապված ենք։ Ու Աստված չեն, իր աչքերից որ արցունք կա, ես կողքը նստեմ լաց կեղնեմ, ես չեմ կրնա իր արցունքները տանիմ։ Դուք այս տարիների ընթացքում մշտապես ձեր ծնողների կողքին եք եղել, հատկապես մայրիկի։ Մայրիկիս կողքին եմ եղել, պապաս հեռու է եղել, պապաս Գյումրիում է եղել, բայց դա այդ ծնողի հանդեպ սերը չի պակասացրել երբեք։ Ես պապայիս է շատ կսիրեմ, մամայիս է շատ կսիրեմ։ Ուղղակի բախտումպես եղել, որ ես միշտ մամայիս կողքն եմ։ Դուք կարծես թե ինչ որ առումով, հա, սա չայկարտավոր ասեմ, ձեզ զոհել եք հանուն մամայի մշտապես։ Տեսեք, նշեցիք, որ երբ հեռանում եք ինքը ես հնարավորություն ունեի մնայի Ամերիկայում աշխատեի, ապրեի 2003 թվին որ գնացել էի, առաջարկություններ եմ ստացել, չեմ մնացել հանուն մամայիս, որ մամայիս ես երբեք մենակ չեմ թողել, չեմ մնացել, ես շուտ համերգներից հետո խելոք հետ եմ եկել։ Դաժե մի ամիս ավել չեմ մնացել ես։ Հետ եմ եկել, ես իրանից բաժանվել եմ մենակ պես հյուրախաղերի ժամանակ։ Դուք ամեն բան եք անում նրա համար, հետաքրքիր է։ Ամեն հնարավորն ու անհնարավորը։ Եթե ինքը մի բան կուզե, ես Աստված չեն, եթե ձեռքս փողը չեղնի, մեկ երկու րոպե հետո դիստանա իր ուզածը։ Թե ես ոնց կանեմ, ոնց կբերեմ, այդ արդեն հեշտմարտու գործը չէ։ Ինքը պետք է ամեն ինչ ունենա։ Նայեք, ինչպես է կարողանում դուրս գալ այդ ամենի, չակերտավոր ասեմ տակից։ Ասեմ, Աստված ինձ ընտանիք չի տվել, Անահիտ ջան, բայց Աստված ինձ տվել է հրաշք ընկերներ եւ հրաշք հանդիսատես։ Ինձ եւ ընկերներս են օգնում, եւ հանդիսատեսն է օգնում։ Օրինակ այս Սուրանգյունից հետո ինչ շատ օգնեցին էլի, գումար ուղարկեցին, ով ինչ կարող էր Ամերիկայից նույնիսկ մի հատ բժշկուհի կա Լիլի Թերզյան,
մի հրաշք անձնավորություն։ Ես իրան չեմ տեսել, բայց ինձ եմ կապվել, ոնց որ 100 տարի մենք ծանոթ եղնենք։ Ինքը մամայիս համար, իմ համար, էլ դեղորյակներ, էլ պամպերսներ ստեղից, զակաց տվեց, ուղարկեց, հələ մի բան էլ ընդեղից է, մի ղրգե պիտի դիմավորեմ։ Շատ օգնեց ինձի, ու էլի լիքը մարդիկ քարտին գումար փոխանցեցին Սուրանգյանի հետ այդ ռեպորտաժի ժամանակ էլ ինքն գումար ուղարկե, ու ես ունեմ էլի եմ ասում հրաշք ընկերներ, որ րոպեին լինի, որ ժամը լինի, կապ չունի, իմ ընկերները երբ ես ունենամ իրանց պահանջը, իրանք իմ կողքիս են, հրաշալի ընկերներ է տվել Աստված ինձ, փառք Աստծո, ու իմ հանդիսատեսը։ Իսկ հետաքրքիր ձեր զգացողությունները այդ պահին, տեսեք, երբ որ մարդ տարիներ շարունակ աշխատում է, ջանք է ներդնում եւ այսօր գալիս է մի օր, երբ դու տեսնում ես, որ դու գնահատված ես։ Ես ինձի չկովամ, ես թասիբով մարդ եմ եղել, ես այդ առումով իմ պապայիս եմ քաշել։ Ես աղքյանքս աշխատել եմ, ես իմ աշխատանքով եմ ապրել։ Ես աշխատել եմ, ես ստեղծել եմ, ես լավ գումարներ եմ աշխատել, լավ աշխատել եմ, ես տուն ու տեղ եմ դրել։ Զրոյից ես տունը տատիկս է ինձ նվիրել, բայց ես տուն ու տեղ եմ դրել զրոյից։ Ես հիմա ամեն ինչ ունեմ, ամեն ինչ։ Մեկ կոմենտ են գրում, «Շեշ աղջելի փող ես մուրում» կամ սենց բաներ, ես ասեմ, ես ամեն ինչ ունեմ։ Ես եթե հիմի 100 հոկանոց հրավեր կունենամ, ես մեկից պադարակախ կամ տարելկա չեմ ուզի։ Կենցաղային ամեն ինչ ունեք, այո։ Ես աշխատել տուն ու տեղ եմ դրել, ես ամեն ինչ ունեմ։ Հիմա պրոստը, եթե չեմ աշխատում, դժվար է ինձ ապրելն ու տեղեր սարսափելի թանկ են տեղեր երեխեք։ Աշխատելով է դժվար, աշխատելով, բայց չաշխատելով։ Դրա համար ինձ օգնում են մեկ-մեկ իմ հանդիսատեսը, իմ ընկերներս, իմ հրաշքներս։ Հենց նոր ձեր մոտ գալուց առաջ ես թեմոյից 3 ծմերային սվիտր ստացա, որը ընկերս էր նվիրել։ Եկել էր մեր տուն, քարտը տվավ, ասեց, «Հələ ինչ ես ուզում, զակաց դու շուշուտ»։ Այս ամենը ունի նաև հակառակ կողմը, սովորաբար երբ մարդ նեղության մեջ է հայտնվում, տեսնում է թե ովքեր եղան իր կողքին եւ ովքեր գնացին իր կողքից։ Շատ մարդիկ են մաղվել գնացել ազիժ։ Դա է ուզում հասկանալ։ Լիքը մարդիկ, ես մի օր ստատուս էի գրել, իմ լեն օրերի լավ ընկեր, բաղուրես չկաս, նեղն եմ։ Ես դա մի հոգու համար չէի գրել, շատ մարդիկ են մաղվել, շատ մարդիկ իմ տուն եկել են, հյուրասիրվել են, խնդացել, խոսացել, ժամանակ անցրել, բայց այսօր չկան, այսօր ես հիվանդ եմ չեն էլ զանգ է հարցրել, ես ոնց եմ, շատ ցավոտ է, իրոք շատ ցավոտ է, որովհետև ես ոչ մեկի հետ այդպես չեմ վերաբերվել, ես ինձ այսքան լավություն անողին սաղ կյանքս մտածեմ, որ պարտավոր եմ։ Թեկուզ ասենք, ես ուրիշ բան չեմ կրնայել եմ, պրազնիկներին ատկրիտք կղրիկեմ, շնորհավորեմ գա, կելնիմ առավոտ մի հատ good morning կղրիկեմ սիրուն բանով։ Ես էլ ոնց որ այդ տեսա, ես չեմ մոռանում ոչ մեկին, չեմ մոռանա։ Ու շատ դժվար է որ քո լավ օրերի լավ ընկերներն որ մտածել ես որ իրանք քո ընկերներն են, իրանք մի չկան։ Ես չեմ ուզա անուններ տալ, պետք է չէ անուններ տալ, ով որ այն իրանք շատ լավ կնայեն ու հասկանան որ իրանք են, ամոթ իրանց որ իրանք այսօր իմ կողքս չեն, շատ ամոթ։ Դրանից ես չեք կարծում, որ իրականում ոչինչ պատահական չի լինում եւ Աստված մեզանից դիտմամբ է հեռացում, այսինքն խնդիրը ստեղծում է, որպեսզի իրականում ովքեր որ արժանի չեն լինեն մեր կողքին։ Աստված կեն է դա, Աստված փորձություն կուտա, որ դու հասկանաս քո կողքը ովքեր են։ Քո կողքը ովքեր են ու կամած մաղվի դե այդ կողքիդ մարդիկ մնա կորիզա քո լավագույն շրջապատը, որ միշտ քեզ հետ են, միշտ։ Դուք այսօր որպես դուստր, որպես երեխա, քիչ առաջ խոսեցինք ձեր մայրիկի համար ինչեր եք արել եւ առհասարակ ով եք։ Հետաքրքիր է այդ ընթացքում, երբ խնամում եք մայրիկին, երբ հոգ եք տանում այդ զգացողությունները, որպես դուստր ունենում եք նրա հանդեպ, հա, տողում եք նրա վրա, հա, այսպես ասեմ։ Ես տողում եմ իր վրա, անընդհատ թաքնվում լաց եմ լինում։ Թեկուզ ինձ կարող է նստած եղնինք, ինքը նստած եղնի, ես այդ իր անօգնական վիճակը տեսնեմ ու սկսեմ լացել, էլի, թե ինչի, ոչ մի բանով չեմ կարող ես իրան օգնեմ, հասկանաք, չեմ կարող ես իրան ոտքեր տամ։ Ու բաբայիս հանդեպ ինձ շատ մեղավոր կզգամ, որ ես այդ մարդուն չեմ կարող խնամեմ, ես իր աղջիկն եմ, բայց ես հազիվ իմ մամայիս կխնամեմ։ Ես իմ բաբայիս հանդեպ է շատ ինձ
մեղավոր կզգամ, բայց ինքը ինձ հասկնագը, ինքը գիտի, որ ես ուրիշ տարբերակ չունիմ։ Դուք խնամքի կարիք ունեք։ Հա, ես ինքս ու մամաս դրա համար էլի կսեմ, Աստված բաբայիս հրաշքին է տվել, թող Աստված իրան առողջություն տա ու երկար կյանք, որ ինքը բաբայիս կողքին է։ Բաբայիս ինձ կպայ որ իրոք բաբաս ոչ իմ կարիքս ունի, ոչ ախորս։ Դա ուզում նշել, հարկաստո որ նա մենակ չէ։ Հա։ Այդ առումով ինքը մեր կարիքը չունի, բայց էլի ուզում ես ծնողիդ համար ինչ որ բաներ ես էլի։ Այդ ընթացքում երբ մամային օգնում եք, չի եղել ձեզ մոտ ինչ որ բնազդ, որ ուզեք որ նույնը ձեր հանդեպ անեն։ Որքան էլ որ իրականում դուք շրջապատված եք լավ մարդկանցով, ընկերներով, հարևանուհին 24 եւ 7 ձեր տանն եմ, բայց այդ բնազդը Հա, ցավոք Աստված ինձ երեխա չի տվել, իմ երեխուս պատմությունը գիտեք բոլորդ էլ, որ մահացած է ծնվել ու ես դրանից հետո լրիչ չեմ արել, այսինքն թույլ չեն տվել առողջությունս բարի է գնացել, թույլ չեն տվել ունենալ։ Իհարկե ես կուզենայի, ես միշտ մամայիս սկսեմ, այ մերսեմ ես քեզ հիմար կամ, բայկուց ես իշ պտենեմ։ Չնայած իմ սաղ քերուներիս երեխեքը իմս են, իմ հարևանիս աղջիկը իմս է, իմ ընկերներիս երեխեքը իմս են, իմ աղբերս երեխեք ունի, սաղ երեխեքը իմս են, ընկեր, քերի, աղբեր, բարեկամ, հարևան, սաղ երեխեքը իմս են, ես երեխա շատ կսիրեմ, իմ ընկերներիս երեխեքը ինձ հորկուր կսեն։ Եվ լինում է դեպքեր, երբ ձեր նշած մարդկանց երեխաները ավելի հոգատար ու սրտացավ են այս պարագայում լինում, քան օրինակ սեփական երեխան, շատ դեպքերում սեփական երեխան մորը կամ հորը ծերանոց է ճանապարհում կամ Վայ, ես չեմ կրնա այդպես բան ընդում, ես թաղեմ այդպես երեխան, ով կուզե եղնի, որ իր հորը կամ մորը ծերանա, սաղ կյանքը լավ է, որ իրան պահել է, լավ է, որ իրան պահել է, հիմի ծերացել է տանի շպրտես ծերանոց, չեմ ընդունել, ով ինձ կուզե մեղադրե, ով չէ, ես չեմ ընդունել։ Նայնե դուք շատ պարզ մշտապես բաց եք ձեր խոսքում եւ թաքցնելու ոչինչ չունեք եւ ես նկատել եմ որ դուք նաեւ բաց եք քաղաքականության մասին խոսելիս շատ դեպքերում չեք խոսում քաղաքականության մասին որովհետեւ չեմ սիրել քաղաքականություն չեմ էլ հասկնա քաղաքականությունից բայց երբ որ արդեն ասենք իշկանել չհասկնաս էս չես կհասկնաս ինչ կկատարվի չէ Այդ դեպքում հա քրֆեմ գա կառավարությանը ու ճիշտ կենեմ էլի կերան մեզի Ես այս վերջերս կարճ տեսանյութ տեսա որտեղ որ իրական դուք հայհոյում եք Այո գենոցիդի մասին էի խոսում Այո գենոցիդի մասին եւ չեն ընդունել ասել եմ չընդունողի մերը չհիշողի չպահանջողի մերը ճիշտ եմ ասել ոնց կարելի է չընդունել որ մեզի կոդորել են ջարդուփշուրեն եղրե ու այսօր կայնիքս եք հələ պիտի պարզենք ով է գենոցիդերը վայ մեղայ աստծո հա ես հայոյանքել եմ տալիս ասեմ ես հայոյող եմ вообще բայց տեղին անտեղի ես հեչ մարդու չեմ հայոյել չեք էլ վիրավորի երբեք ձեզանից արդեն երևում է երբեք անտեղի ես հեչ մարդու ես չեմ սիրել վիրավորել նեղեցնել իսկ եթե հանգարց 1000-ից 1-ին անտեղի վիրավորեմ հաջորդ օրը կեշտամ ներողություն խնդրեմ պագոններս վար չի լինի Նայնի հետաքրքիր է տեսեք դուք բաց խոսում եք հայհոյեցիք եւ այլն ինձ այս հարցը միշտ հետաքրքիր է տալ ու հայտնիներին ովքեր շատ դեպքերում բաց խոսելուց խնդիրներ են ունենում Ինչ խնդիրներ Դուք ունեցել եք խնդիրներ ձեր արժեվ փակվել են դռներ անկեղծ լինելու համար Հա տարիներ են եղել որ ես հանրապետականներին քրվել եմ իմ դռները սաղ փակ եղել ես էլ այդպես 3-4 տարով չեմ նկարվել եղել են այդպես բանել է եղել Հա Հիմի ինչ է, նույնն էլ հիմի է, էլի։ Պրոստը հայհոյեք, չհայհոյեք ամեն դեպքում։ Հա։ Ինչ ասեմ։ Լինում է այն, ինչ լինում է։ Ինչքան կուզե փագեն իմ ճամփաներս։ Ես ժողովրդինն եմ, մեռնեմ ջանիդ։ Թող փագեն։ Իրանք խո վեշնի այդ աթորի, այդ պաշտոնի վրա չպետք է չորնա իրանց ծվերը շատ կներես։ Դե իրանք էշտան, բայց ժողովրդի մարդը պիտի մնա ժողովրդինը։ Լուբոյ արտիստ ժողովրդինն է, ինքը իրանն է չէ։ Ես ինձի չեմ պատկանի, ես իմ ժողովրդինս եմ։ Այդ իմ վիրահատությանս համար զանգեցին, գիտեք, գումար կհավաքեին, զանգեց ինձ մի կազմակերպություն, ասեց հենց հիմա տալիս եմ, բայց դու պիտի ասես, որ մենակ մենք ենք քեզ։ Չեմ ուզում այդ կազմակերպության անունը տալ, բայց դու պիտի ասես, որ մենակ մենք ենք քեզ օգնել։ Սիլս է, եղբայր։
Ինձ ալամ աշխարհն է օգնե, իմ հանդիսատեսս, իմ երեխա հանդիսատեսս իր 500 դրամը դրոշ չի տարե, փոխանցել է իմ հաշվից։ Ես ո՞նց կրնամ պես բանսեմ։ Ո՞նց կրնամ որ ինձ հեշտ մարդ չի օգնե, մենակ դուք եք օգնե, ոչ։ Ինձ մեծ հաշվարկով օգնել են Թերմենջան եղբայրները Ռուբեն Հայրապետյանը, ամբողջ կյանքս իրանց բարդական եմ, կյանքում ես իրանց տեսածե չկամ։ Մեկ կոմենտ կգրեն, Ռուբենի տասա օգնի, իմ Ռուբենս ինչի է։ Որ այդ մարդը ինձ օգնել է, դարել է իմ Ռուբենս, ես իր դեմքը չեմ տեսել իրականում այդ մարդու։ Ես դաժե զարմացա որ այդ մարդիկ։ Միգուցե նա որպես դերասանուհի համակրել է ձեզ։ Հələ գոնե իրան տելևիզորով ճանաչում եմ, Թերմենջաններից вообще խաբար չեմ, հետս вообще կապիտուս չեն եկե։ Ու օգնել է իմ հանդիսատեսս, իմ ժողովուրդս։ Ես ոնց կրնամ ասեմ, չէ, ինձ մենակ էս ինչ կազմակերպությունն է օգնել։ Ասի կներեք, ես հրաժարվում եմ ձեր օգնությունից։ Ու ճիշտ է մերը։ Ու ճիշտ է մերը։ Ազնվությունը այս պարագայում ու երբ որ արդեն երեկոյան այդ փողը կար, ես ոչ մի րոպե ավել չեմ թողել փող հավաքեն։ Ես մտել եմ եթեր, ասել եմ ժողովուրդ կանգ առեք։ Կանգ առեք, երբ փող չուղարկեք, փողը կա արդեն։ Չէիք ուզվում այդ ընթացքում, երբ անդադար նամակներ էին գալիս։ Այդ օրերին մեջ տունը գժանոց էր, ես չէի հավատա, ես ուրեմն այդքան եղել եմ այս ժողովրդի, գիտեք, վատ բան եմ ասում, բայց ասենք թող սա զգան, թե ինչքան պետք են ու իրանք ինչքան սիրված են։ Մեկ կսեի արժեր հասնել մեռնելու դուրոր, հասկանալիս կան սիրված են։ Այդ գիտեք ինչ զգացողություն որ ես իմ աշխատանքս կատարել եմ ու բան եմ գնահատված եմ։ Ես թքեմ այն մյուս գնահատվածության վրա որ գսեմ կոչում չունիք, էս չունիք, այդ թղթերը սաղ իմ բան են։ Հիմարություն են։ Ես գնահատված եմ իմ ժողովրդիս կողմից։ Թքած ունիմ թե կառավարությունը ինձ չի գնահատե։ Պապադումը իշ։ Ժողովուրդն է իմս, ես կառավարության հետ ինչ գործ ունիմ։ Թող այդ մի լիստն է չունենամ, որ ես վաստակավոր եմ կամ ժողովրդական եմ։ Ես ժողովրդական եմ, որովհետև ժողովրդինն եմ։ Ունձի թուղթ պետք չէ դրա համար։ Ես իմ գործս չեմ մենե որ ինձի թուղթ տան։ Ես իմ գործս կենեմ որ ժբիտ տեսնիմ, ծիծաղ տեսնիմ ժողովրդի երեսին։ Ես դիտեմ, ես սիրեմ, հա ճիշտ է, ես ասել եմ ռեժիսորներ իմացեք, ես լուրջ դերեր կարող եմ խաղալ, ես դրամա կարող եմ խաղալ, բայց հիմնականում ես սիրեմ որ մարդիկ խնդան, փողոցով կանցնին, մեկ նայում կժբիտ պայ գազի, էլի, կսեմ, բարև ձեզ, հանգիստ չպտացեք, ինչի կամենչեք։ Շփվելով կանցնիմ ես փողոցով, որտեղ այդ ժողովուրդն է քեզի սիրողը, առանց ժողովրդի արտիստը հեշտ բան է։ Եվ այն արտիստներն, ովքեր որ աշխատում են ժողովրդին ծիծաղեցնել, կարծում եմ նրանց գործը շատ բարդ է։ Այսօր հատկապես մեր օրերում, որովհետև հուզել, լացածել շատ հեշտ է։ Միլիոնավոր մարդկանց լացածն են, բայց ծիծաղեցնելը շատ դժվար է, շատ ահավոր դժվար է։ Այնն հետաքրքիր է, երբ հոգում կա ցավ, երբ տան ունեք խնդիրներ եւ ինքներդ ունեք բազում խնդիրներ, ինչպես եք կարողանում այդ ամենը թողնել մի կողմ եւ ծիծաղացնել։ Եթե ես աշխատանքի եմ, ես տուն չունիմ։ Ես անտուն եմ։ Եթե ես դուրս եկա մեր տան շենից ու ես հասա Սոմշնի պլաշատկա աշխատանքի տեղ, ես ոչ տուն ունիմ, ոչ հեր ունիմ, ոչ մեր ունիմ, ես այս բան չունիմ։ Ես այդ կերպարն եմ, всё։ Ես մոռանամ գա ամեն ինչ, դնեմ գա մի կողմ, իմ դարդուցավս, երբ որ տուն կեշտամ, էլի իմս է։ Ոչ միտեղ մեր տնից չի փախնի իմ դարդուցավս։ Բայց աշխատանքի ընթացքում ինքը շատ կխանգարե քեզի։ Այսպես չէ, զգացել եմ որ մեկ խանգարեկը, որովհետև ես անհանգիստ եմ, անընդհատ տուն կուզեմ զանգեմ, մանամ մամաս ոնց է։ Գոնե հետ երկու բառ խոսամ, որ ինքը չնեղվի, որ ես տունը չեմ։ Մնացածը չէ։ Մենակ այդ անձի բանենողը տան հետ կապող է, այն է այսպես ջերս տեսախ կյանքս ինչ պետք է կապեր։ Այդ տան հետ կապողը սյոմքի ժամանակ, որ ես ասենք վերերիվ կունենամ, ազատ ժամանակ կունենամ, պիտի պարտադիր մի հատ տուն զանգեմ։ Դրանն է, եթե խոսենք գլոբալ, ապա ինչն է այսօր ձեզ պակասում։ Առողջությունը, ցավը տանիմ, առողջությունը։ Իմ ու ծնողներիս առողջությունը։ Փառք Աստծո, եղբայրս առողջ է։ Իմ ու ծնողներիս առողջությունը, ուրիշ ոչ մի բան։ Որ մնացածը սա ստեղծովի երեխեք, կստեղծեմ։ Ոնց է լինի կստեղծեմ։ Իմ ընկերներս չեն թողնի, ես սոված մնամ, Աստված չեն որ հասնի մտեղ, էլի։ Ես կստեղծեմ, բայց առողջություն, որը ես շատ շուտ կորցրեցի։
Իրականում այո, բավականին երիտասարդ տարիքում։ 55 տարեկան եմ ես հիմի։ 55 տարեկան 2 ամսական։ Տեսա՞։ Կստացի այս տարի շատ սիրուն էին ընկերներս կազմակերպել 55-ամյակս։ Իրականում հարստություն է նման ընկերներ ունենալը։ Հարստություն, տենց հարստություն աշխարհում գոյություն չունի։ Ինձ դուրս ես գալիս հայատ, ինձ հայատ կհանեն արջեր, բանդաներ, չէ բուրաշկեկ, հայատը սեղանը գցած, բայց 5 րոպե առաջ ինձ շտաբօգնությունը սրսկեր գա։ Ճնշումս ընկել էր։ Ու սա խառնվել էին իրար, թե բա ոնց դուս անենք էլի։ Ու շատ հանգիստ, ես այնքան հուզվեցի այս տարի իմ ծնունդիս։ Ես երբեք իմ ծնունդիս օրը չեմ սիրել, բայց այս տարի այնքան լավ էր, այնքան կզգայի որ դու մարդ ես, դու սաղին պետք ես։ Գնահատված ես ամենակարևորը։ Գնահատված ես քո ընկերներով, քո շրջապատով, քո հարևաններով։ Վայ, ես գիտես լավ հարևաններ ունեմ։ Մեր ամբողջ թաղը, մեկը չէ որ ես մեկը լավն է, ես մեկը չէ։ Մեր ամբողջ թաղը, թաղի տղաներով, աղջիկներով, հարսներով շատ լավն է։ Ոնց որ լենական ապրիմ, պես չի, յարով թաղ կապրիմ ես։ Հələ սա Շենգավիթ։ Ձեր էներգիայից է կարծում շատ բան կախված։ Չէ, իրանք էլ են շատ լավը։ Ես առաջի օրվանից մերվա այդ թաղի հետ։ Առաջի օրվանից մերվա։ Կենտրոն եմ ապրել սկզբից, հետո Բանգլադեշ, հետո եկա Շենգավիթ։ Ու մտածեի էլի Շենգավիթ, բայց դե ինձ հարազատ կեղնիր, որովհետև ես էլ եմ քիչ քարտուտ էլի։ Կոբիտ բան։ Հենց առաջի օրվանից մերվել եմ ես այդ թաղի հետ, այդ թաղի ժողովուրդը ինձ շատ լավ ընդունել են։ Իրականում այսօր տարածված չէ։ Շատ դեպքերում մի շքամուտքում, հա, այն ապրում մարդիկ նույն շենքում են ապրում, բայց չեն ճանաչում միմյանց։ Այսօր հարևանությունը այդքան էլ ընդունված չէ։ Իմ երևով ապրում Սերգ Աբրամովը, երկիչ Սերգ Աբրամովը, վայ, հրաշալ ինքն էլ է իմ ընկերների ցուցակում, իմ հրաշք ընկերների ցուցակում, հրաշալի ընկեր է ինքը, չասեմ լավ հարևան է, լավ սենց է, չէ, Սերգը հրաշալի ընկեր է, Պարկաստոր Սերգն էլ է իմ ընկերս ու երեխեն օրեկավ սավ մոշկուր գիտես, վերևիկ տունը երկիչ առ է, դե հիմի քոն երկիչներ կան, երեխի կուրտերից գելի երկեգը։ Սճանդին ես եսիմով է բան, միկե չեր լուսամուտից խորացած ձենքս կամ։ Շիլմերոպ եմ, հելա դուս թրանայմ Սերգոս, փաթրանք իրար Սերգեսի չես եկսե երկրորդ հարկն եմ արել։ Այդ աղաքսեմ, ես էլ տանգն եմ, վայ, այդ ոնց ուրախացավ ու իրոք ես 3 տարի է Սերգը մեր վերևը կապրի, 3 տարի է, այդպես որ չկար մենք իրար չտեսնենք, իրար այդ կոֆե չխմենք, հրաշք ընկեր է ինքը իրոք, ինքն էլ է շատ օգնում, շատ չասեմ ոնց, բայց իրոք շատ օգնում է։ Թե նյութապես, թե հոգեպես, թե մորալն ինքը ինձ շատ օգնում է, լավ ընկերն է Սերգոն։ Եվ վերջը իզուր չի ասված, որ լավ հարևանը հրաշալի ձայն ունի Սերգոն, որ երգ ձայնագրվի անպայման ես պիլսեմ, Սերգոքսեմ մի հատ խրգենձի։ Նարինե եւ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Բացարձակ արժեք ընկերությունը ու ծնողները։ Երևի թարս ասեցի, ծնողներ ու ընկերություն։ Ծնողներ ու ընկերություն։ Ուրիշ ոչ մի բան արժեք չունի։ Եկե դե իմ աշխատանքս գիտեք, ինձ իմար ամեն ինչը։ Հա։ Դա Աստված, որ մեկը մյուսի հետևից ստանաք առաջարկներ, մոռանաք ձեր խնդիրների մասին, քանի որ նշեցիք, որ այդ նկարահանման հրապարակում դուք մոռանում եք ամեն խնդիր եւ դա կարծում եմ որոշակի առումով կարողանա ձեզ բուժել։ Աստծուց մի բան եմ խնդրում, առողջություն տա, երկար կյանք, հաջողություն ծնողներիս, ընկերներիս ու բոլոր լավ մարդկանց, արժանի մարդկանց։ Իսկ վատ մարդիկ թող հեռու եղնին ինձ, ես հավաս չունիմ։ Ժամանակս իրանց վրա վատնեմ։ Թող մաղվեն նրանց նման գնան։ Աշխարհում իշքան լավ մարդ կա, թող լավ լինի, առողջ լինի։ Ու իմ դրսի ընկերները, իհարկե, ես Մոսկվայում էլ շատ լավ ընկերներ, թող ալամ աշխարհից ունիմ ընկերներ։ Մեկ անգամ եւս ուզում եմ Լիլիին նորից ասեմ Թերզան Լիլիին Ամերիկայի շատ շնորհակալ եմ իրանից, որ ինքը այդպես կողքս կանգնել է, ոնց որ իմ հարազատս եղնի։ Մեր հաղորդումը եթեր է հեռարձակվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու հնարավոր է որ Լիլին հենց այդպես էլ տեսնի ձեր շնորհակալությունը։ Տեսնես պրիվետ Լիլ ջան։ Պրիվետ։ Իսկ ես շնորհակալ եմ որ գտաք ժամանակ, եկաք ինձ հյուր
Թող Աստված իրականում ձեզ առողջություն տա։ Շնորհակալ եմ գալու համար։ Շնորհակալ եմ ձեզանից, որ ինձ էլի հիշեցիք։ Մի քանի տարի հետո էլի կբամբասվենք։ Սպասում եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։